Դե ոչինչ, ուրեմն տենց առանց հավատալու կմնաք մինչև որ կնշնչի։ Իրանում եւ Սիրիայում իրավիճակը հաճախ է վարվում, ինչպես թե այնտեղ նաեւ համացանցի խնդիր կա, ինչպես կապ հաստատում մեր հայրենակիցների հետ, իրենց այստեղ գալու եւ այլ իմաստով ինչ տեղեկություններ ունենք։ Ներողություն եմ խնդրում, քանի որ Ազատություն ռադիոկայանից էլ նմանատիպ հարց կա, այդ հարցը եւս հնչեցնեմ։ Իրանում բողոքի ցույցերի լայնածավալ բռնությունների ֆոնին Հայաստանն ինչ քայլեր է ձեռնարկում Իրանում գտնվող հայերին աջակցություն ցուցաբերելու համար, հնարավոր է տարհանում թե ոչ, ինչ տեղեկություն կան նաեւ հայերի շրջանում զոհերի ու վիրավորների մասին։ Այո, սիրով, եկեք տարանջատենք Սիրիան եւ Իրանը բացատրեմ թե ինչու։ Սիրիայի ես վիճակը մի տեսակ քրոնիկ է, այսինքն մարդիկ արդեն սովորել են։ Ես ցավով եմ դա ասում, որովհետև իհարկե մեր դիրքորոշումը նա է, որ Հայաստանում շատ ավելի լավ է, եթե հնարավորություն ունեք, ու այդ հնարավորությունը եղել է, այսինքն խաղաղ պայմաններ լինում են բարբերաբար, եկեք Հայաստան, եկեք հայրենիքում բնակվեք, որովհետև ապագան շատ մշուշոտ է Սիրիայում։ Եվ նույնիսկ հիմա էլ այս բախումները, որ Հալեպում կան, բավական լուրջ բախումներ են կառավարական ուժերի եւ քրդական միավորումների միջև, այս ամբողջ ընթացքում մենք մեր հայրենակիցների հետ կապի մեջ ենք, մենք գիտենք ռեալ ժամանակում, թե ինչ է տեղ ունենում, կոնկրետ այդ օրը, այդ գիշեր ինչ զարգացումներ եղան։ Իրանում մենք ուրբաթ օրվանից տեղեկություն չունենք, այս պահին էլ մենք չենք կարողանում կապնվել մեր հայրենակիցների հետ, որը մեզ շատ է անհանգստացնում, եւ շարունակելու ենք մեր ջանքերը կապ հաստատելու նման դեպք երբ որ եղավ 12 օրվա պատերազմի ընթացքում, եթե հիշում եք Իսրայելի եւ Իրանի միջև, թե չեմ սխալվում, մայիս ամսին էր, մենք սկսեցինք ռեսուրս ձեռք բերեցինք սահմանին, Մեղրիում եւ այնտեղ սահմանը անցնող մեր հայրենակիցների միջոցով էինք ինֆորմացիան սկսում ստանալ, երևի նույն բան հիմա պետք է այսօրվանից սկսենք անել այնտեղ, որովհետեւ այլապես բնական է այս տեղեկատվական դադարը մեզ շատ է անհանգստացնում, չունենք բավական տեղեկություն, որպեսզի կարողանանք խոսել տարհանման մասին, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ 23 թվականին, երբ որ սկսվեց Համաս-Իսրայել առճակատումը, ռազմական վերջին փուլը, մենք ռազմական գործողությունների առաջին 10 օրվա ընթացքում մեր հայրենակիցների մի մեծ խմբի տարհանեցինք Իսրայելից եւ մեր ջանքերով էր դա մենք էինք պնդում, որ դա տեղի ունենա, հենց որ տեսնենք, որ համապատասխան տեղեկություն մեզ հնարավորություն է տալիս այս պնդումն անել կառավարությունում, իհարկե դա կանենք, բայց այս պահին մենք իրոք շատ անհանգստացած ենք, որտեղ ուրբաթ օրվանից, իսկ ուրբաթ օրը իրականում այս բախումների փուլի ամենասուր մասի սկիզբն էր, այո, իհարկե ցույցերը արդեն 12 օր են տերում, 13 օր, բայց ուրբաթ օրվանից սրվել է ամեն ինչ եւ կուզեի պատասխանել, ինձ էլ է շատ անհանգստացնում դա։ Դե ասացի ձեզ, տեսեք, եթե մեկ մոտ Starlink լինի, կարողանանք կապնվել, ասում են Իրանում ոմանք Starlink ունեն, կուզենք այդ ձևով կապնվել, հասկանալ ինչ է տեղի ունենում, այլապես ես համոզված եմ, որ հիմա հոսք կլինի Իրանից, նույնիսկ բնականon հոսք, ոչ թե պայմանավորված է սանկայունությունով, միշտ կա, Մեղրի սահմանում անցնողներ կան, մենք անցյալ անգամ այդպես արեցինք, Իսրայելի հետ այդ առճակատման օրերին, մայիս ամսին, Մեղրիում մարդ գտանք, որը պատրաստ էր մեզ տեղեկացնել, էլի մեր պետական մարմիններից, որը կարող էր մեզ տեղեկացնել, թե ով է ներս գալիս եւ որոշ այսպես հարցախույզ անցկացնել, թե ինչ է տեղի ունենում տեղում, որպեսզի այդ ձևով գոնե կարողանանք տեղեկացված լինել։ Մինչեւ որ վերականգնվի ինտերնետային կապը, հեռախոսակապը եւ այլն։ Գիտեք, այս պայմաններում իրատեսական չի մասնագիտական խումբ ուղարկել կամ որևէ այլ խումբ ուղարկել, որովհետև եթե մեզ համար պատկերն անհասկանալի է, չենք իմանա ուր ենք ուղարկում, այսինքն ինչ պայմաններ ենք ուղարկում, ինչ խումբ է պետք ուղարկել։ Ես դրան համոզված եմ, որ արդարացիորեն նաև մյուս մեր գերատեսչությունները դեմ կլինեն անվտանգայինները։ Մի հատ հասկանանք, գոնե մոտավոր այսպես պատկերացում ունենանք, թե ինչ է տեղի ունենում մանավանդ հայաշատ քաղաքներում, հիմնականում երկուսն են, եւ ըստ այդմ կողմնորոշվենք մեր հաջորդ անելիքները։ Իսկ ներողություն, իսկ սահմանային անցակետում հիմա ինչ իրավիճակ է, շարժ կա որոշակի։
շարժ միշտ կա, ուզում ասել, որ Իրանից հոսք դեպի հայեր։ այդ շարժը միշտ կա, բայց թե ինչ ծավալների են, ես ճիշտ ասած չգիտեմ, այս պայն մեզ եթե մինչև երեկո այդ նույն հարցը տակ, պատասխանենք ավելի կոնկրետորեն, ոչ միայն հայերի իմաստով, ես հասկանում ձեր հարցը շատ ավելի լայն է, թե չէ ինչ ծավալ են այդ շարժերը, ասենք շատացել է, քչացել է, ինչ է տեղի ունենում։ Բայց վերջերս ազատություններ, որ օդանավակայանից մեր ժամանող իրանցի զբոսաշրջիկներին հարցնում էին, թե ինչ է տեղի ունենում, բայց դա կարծեմ ուրբաթ օրվանից առաջ էր, եթե չեմ սխալվում։